Բաքվի ռազմական դատարանում ավարտվեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների և մյուս գերիների դատաքննությունը։ Այսօր հրապարակվեցին նրանց դատավճիռները։ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանն ու Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի կիրառվում։ Ռադար Արմենիայի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, խաղաղության գործընթացը եւ Բաքվում ընթացող դատավարությունները պետք է դիտարկել որպես տարբեր, բայց փոխկապակցված գործընթացներ։ Երկու հարցերը պետք է տարանջատել իրարից։ Մի բան է, որ ընթանում է խաղաղության եւ հարաբերությունների հաստատման Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ դրա հետ կապված ընթացակարգերը։ Մյուս հարցն է, որ տեղի ունեն դատավարություններ Բաքվում։ Նրա խոսքով դատավարությունները բխում են Ադրբեջանում ձևավորված քաղաքական միտումից, ըստ որի Արցախյան հակամարտության միակ պատասխանատուն եւ մեղավորը հայկական կողմն է։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այդ գործընթացը առաջին հերթին քաղաքական է, այլ ոչ թե իրավական, եւ այդքան էլ կարեւոր չէ ինչպիսի մեղքեր են գործել կոնկրետ մարդիկ կոնկրետ անուններով։ Կարեւոր է, որ նրանք խորհրդանշում են Հայաստանի եւ հայերի մեղքը այս կոնֆլիկտի համար։ Ըստ Նավասարդյանի, եթե անգամ չի բացառվում Բաքվում գերեվարված անձանց վերադարձի հարցը, դատավճիռներ այնուամենայնիվ պետք է կայացվեն։ Առանց դատավճռի բացառվում է, որ ընդհանրապես այդ հարցը դառնա օրակարգային։ Եվ ես հիշեցնեմ, որ այն բոլոր 4 պահվող անձիկ, որոնք վերադարձվել են, նրանց վերաբերյալ արդեն կային դատավճռեր։ Չնայած խիստ դատավճիռներին Նավասարդյանը կարծում է, որ հարցը փակված չէ եւ կարող է կապվել խաղաղության գործընթացի հետ։ Դա որպես դրական քայլ, որպես մարդասիրական որոշում Բաքվի կողմից դիտարկվում է եւ որպես գործընթացին խթանելու հնարավորություն, ինչպես նաև իհարկե պետք է հաշվի առնենք Բաքվի հետաքրությունը Հայաստանում ներքին քաղաքական զարգացումների հետ, դա նաև ինչ որտեղ աջակցություն է այսօրվա իշխանություններին այս նախընտրական փուլում։ Նրա խոսքով գործընթացում իրենց դերակատարությունը կարող են ունենալ նաև միջազգային գործընկերները։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները արդեն դիմել են փոխնախագահային ԱՄՆ-ի, որպեսզի ինքը իր աջակցությունը այս խնդրին ներկայացնի։ Ինչ վերաբերում է Հայաստանի քայլերին, ապա ըստ նրա անհրաժեշտ է շարունակել ինչպես պաշտոնական բանակցությունները, այնպես էլ ոչ ֆորմալ երկխոսությունը քաղաքացիական հասարակությունների, իրավապաշտպանների եւ լրագրողների միջև։ Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի երկկողմանի հարաբերությունները եւ պետական մակարդակով եւ հասարակական մակարդակով հասնեն այն հանգրվանին, որ մենք դառնալու ենք հարևաններ, որոնք համագործակցում եւ նորմալ հարաբերություններ ունեն իրար միջև, դա պետք է ուղեկցվի նաեւ մարդասիրական քայլերով։ Բորիս Նավասարդյանը հավելեց, թեև գործընթացի շուրջ կան մտահոգություններ, ինչի մասին վկայում են նաև Աբու Դաբիում հանդիպումների ընթացքում պատվիրակությունների արձագանքները, խաղաղության բանակցությունները պետք է շարունակվեն, անկախ ներքաղաքական լարվածությունից եւ հանրային քննադատությունից։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։